Մեղավոր ամանոր և սուրբ ծնունդ, սիրով ձեր մեդիա հաբ։ Քայլու, մարշ, Ողջույն պարոն կապիտան։ Ազատ, երկով անցնելու համար։ Ուսումնական զորամասում ամանորի սպասումը սկսվում է լռությամբ, այն լռությամբ, որի մեջ տեղ են գտնում կարոտը, հիշողություններն ու դեռ չասված ցանկությունները։ Զինվորական առօրյայի խիստ ռիթմում անգամ տոնը գալիս է կարգապահ քայլերով, բայց տղաների սրտում այն նույն ջերմությունն ունի, ինչ տարիներ առաջ, ընտանեկան սեղանի շուրջ։ Նոր տարվան այստեղ պատրաստում են հիմնականում դիզայնով, հաճելի միջավայր են փորձում ստեղծել, զինվորները ավելի են մտերմանում իրար հետ այս տոնական միջավայրում, փորձում ենք նոր տարին անցկացնել մեծ ջերմությամբ, մեր ավագ սպաները օգնում են մեզ այդ հարցում, ամեն ինչ կազմակերպվում է և ամեն ինչ դրական էմոցիաներով է ուղղորդվում։ Այս օրերին ամեն մեկը մտքով տանն է, մեկը հիշում է մայրիկի պատրաստած կերակուրը, մյուսը տան զարդարված ծառը, երրորդը փոքր եղբոր կամ քրոջ անհամբեր աչքերը, որոնք սպասում էին ժամացույցի վերջին զարկին։ Կարոտել եմ մայրիկիս պատրաստած ուտելիքները, կարոտել եմ այդ նոր տարվա տոնախմբությունները, որ բոլորը ընտանիքի անդամներով, հարազատներով հավաքվում ենք, և այդ երեկոյան զբոսանքները, որ ընտանիքի անդամները դուրս են գալիս զբոսնելու։ Հատկապես որ ճաշատեսակ մամայի սարքած։ Հատկապես աղցանները, մայրիկի պատրաստած տոլմային, մայրիկի պատրաստած թեյին։ Հիմնականը մեր ավանդական խորովածն է, որը հենց ես իմ ձեռով եմ սարքում։ Մրտավը գիշերը սարքելու եք։ Այո։ Այստեղ զորամասում այդ նույն հիշողությունները միանում են ու դառնում ընդհանուր, մեկ մեծ ընտանիքի պատմություն։ Ամեն տարի միշտ մեր փոքր չէ, լավ էլ մեծ ընտանիքով հավաքվում ենք, պապիկ, տատիկ, հոպարներ, հորքուրներ, մորքուրներ, տատիկ, պապիկ, բոլորով հավաքվում ենք քույր եղբայր ու բոլորով ամեն տարի մի հատ սիրուն նկար ենք ունենում, այդ ադաթը, որ մենք պահել ենք, շատ սիրուն բան է ու այդ եմ կարոտում։ Ինձ ավելի հաճելի է մտերմիկ միջավայրը ու որքան հնարավոր է քիչ մարդկանցով շրջապատված, մի փոքր սեղանի շուրջ թեյով ընտանեկան այդ հաճելի աուրան։ Դրան եք կարոտել։ Ծառայությունը հեշտ չէ, բայց տղաներն ասում են, հենց այս դժվարություններն են իրենց ավելի ամրացրել։ Ուսումնական զորամասը նրանց համար դարձել է ոչ միայն ծառայության վայր, այլ նաև տուն, որտեղ սովորել են իրար վստահել, օգնել և կիսել թե հոգնածությունը և թե ուրախ պահերը։ Հիմա էլ եմ ծառայից ընկերներիս ասել եմ ոնց ենք թողում գնանք, արդեն հարմարվել ենք արդեն ստեղ, կարոտեմ իհարկե։ Ամանորի օրերին կարոտն ավելի է ուժեղանում, տղաներից շատերը խոստովանում են, արձակուրդ գնալուն պես առաջին գրկախառնությունը լինելու է մայրիկինը, ոմանք երազում են հայրիկի ամուր ձեռքերի մասին, մյուսները փոքրիկ քույրերի ու եղբայրների ժպիտի։ Այդ գրկախառնությունն իրենց համար ոչ միայն տուն վերադառնալու պահ է, այլ նաև ապացույց, որ ծառայության անցած օրերը արժեր անցնել։ Առաջինը որ գնալու եմ տատիկիս մոտ, հետո նոր գնամ կապան տուն, առաջին տատիկիս կգրկեմ։ Փոքր քույրիկը ոնց է սպասում ձեզ։ Անհամբերությամբ ցանկանում էր նոր տարվա եղունին իրար հետ զարդարեինք, այդ պատճառով զանգել էր ինձ և փորձում էր իմանալ երբ եմ գնալու, որ ինքն էլ անհամբերությամբ սպասում է այդ տոնական միջավայրը ստեղծելուն։ Երբ հարցնում ենք, թե ինչ կուզեին ձմեռ պապիկից, պատասխանները զարմացնում են իրենց պարզությամբ ու հասունությամբ։ Թանկ նվերներ չեն ուզում, ցանկանում են խաղաղ երկինք, առողջ ընտանիք, ուժ ծառայությունն արժանապատվորեն շարունակելու համար։ Շատերը ասում են, եթե սա կատարվի, մնացած ամեն ինչն իր ժամանակին կգա։ Ուզում եմ շատ սեր բոլորին, որովհետև հենց սերն է, որ կոպիտ ասած փրկելու է այս աշխարհը, ամեն ինչի հիմքում հենց սերն է ընկած։ Ձմեռ պապիկից համախմբվածություն հայացքին։ Ես միշտ իմ ծառայից ընկերների հետ խոսելուց ասել եմ,
մեր հոգիներում պետք է միշտ լինի այդ երկու հենարան ուժը, հայրենիք ու պատիվը։ Բոլորս էլ որ մենք այստեղ ծառայում ենք, այդ սկզբունքով ենք ծառայում, հայրենիք ու պատիվ։ Այս կես տարին տղաներին փոխել է։ Նրանք դարձել են ավելի համբերատար, ավելի պատասխանատու, ավելի գիտակից։ Հայրենասիրությունն այստեղ ոչ թե լոկ բառ է, այլ ամենօրյա վերաբերմունք, հերթապահության, ուսման, ընկերոջ կողքին կանգնելու ձևով։ 6 ամիս ծառայել ենք իրար հետ, 6 ամիս ուսուցանվել ենք։ Համ դժվար ալնել որ ընկերներից առանձնանում ենք։ Համ էլ ուրախ ենք ելնել որ առանձնանում ենք մասնագիտությամբ, սերժանտի կոչումներով։ Նոր տարին էլ կանցկացնենք ուրախ, ավելի լավ, հիշարժան պահերով ու կտեղափոխվենք մեր վերանշված զորամասները։ Ուսումնական զորամասում ամանորը դիմավորում են առանց շքեղության, բայց մեծ հավատով, որ այս ծառայությունը կդառնա կյանքի կարևոր դաս, իսկ անցնող օրերը քայլ դեպի ավելի ուժեղ ու հզոր հայրենիք։ Թող այս նոր տարին լինի միասնության, խաղաղության, երջանկության եւ նպատակների իրականացման տարի։ Շնորհավոր նոր տարի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով, ձեր Մեդիա Հաբ։